Քիչ առաջ եք դուրս եկել ոստիկանության բաժանմունքի, կացեք ինչ եք պատմել ոստիկաններին, ոնց է եղել դեպքը։ Դեպքը տեղի ունեցել ամսի 5-ին, հունվարի, մոտավոր ժամը 7-ին երեկոյան։ Ես դուրս եմ եկել տնից, որպեսզի գամ խանութ, եւ ես բնակվում եմ Կոմիտաս 1 փողոցում, եւ երբ որ ես ստեղ դալան կա, երբ որ այդ դալանի մոտ ես մոտեցա, ես զգացի, որ ինձ հետևում են եւ դեպի ինձ արագ քայլելով գալիս են երկու տղամարդ միջին կազմվածքով։ Ես էլ նույնպես սկսեցի արագ քայլել եւ վազել, դուրս եկա դալանից եւ հասա փողոց, չհասած սուպերմարկետ, փողոցի մեջտեղում իրանք հասան դեպի ինձ եւ հետևից քաշեցին, ես ընկա եւ իրանք երկու հոգի էին, սկսեցին ինձ հարվածել են ոտքերով տարբեր մարմնի մասերում։ Եվ երբ որ հարվածում էին, ասեցին քեզ ասել են կել չերևաս, եւ ես արագ օգնության էի կանչում, այսպես շատ ուժեղ գոռում էի, սուպերմարկետի մոտ մի կին եւ տղամարդ մինչեւ մոտեցան ինձ, այդ մարդիկ նոր այդ ժամանակ հեռացել են, բայց ես չեմ տեսել ոնց են որ կողմն են գնացել, որովհետեւ ես շատ վատ էի զգում։ Մի կերպ հասել եմ մինչև սուպերմարկետ, այնտեղ մարդիկ ինձ օգնել են, ջուր են տվել եւ այլն, եւ ինձ համար շատ տարօրինակ էր, որ ընդամենը մի քանի րոպե հետո եկել են ոստիկանները։ Երբ որ ես իրանց հարցրեցի որտեղից եկաք, իրանք ասեցին մենք մեզ տեղեկացրեցին, բայց անցել էր ընդամենը մի քանի րոպե, եւ այդպես իրանք ինչ որ ասեցին գնանք արձանագրենք այդ ամեն ինչը, բայց ես ինձ շատ վատ էի զգում, մի 15 րոպե գտնվել եմ սուպերմարկետում, որպեսզի ինձ որևէ մեկը ուղեկցի դեպի տուն։ Այդպես, հետո գնացել եմ տուն, դուռը փակել եմ, սպասել եմ, որպեսզի իմ ընկերներից մեկը գա, մերոնցից մեկը գա, եկել են, զանգել ենք շտապ օգնություն։ Շտապ օգնությունը անցել էր 20 րոպե կես ժամ դեռ չէր եկել եւ ես շատ վատ էի զգում, դրա համար որոշեցինք, որպեսզի մենք գնանք հիվանդանոց։ Գնացինք ճանապարհին, շտապ օգնությունը հասավ մեր մեքենային եւ ճանապարհի կեսից ինձ տեղափոխել են շտապ օգնության մեքենան։ Հիվանդանոցում գրանցել են, որ ես ունեցել եմ ուղեղի ցնցում եւ իմ այս աչքի վերևում էր ուռել, հիմա մի քիչ կապտել է, քթիս էս մասնա ուռել հարվածներից, որովհետեւ իրանք հարվածում էին նաեւ դեմքին։ Եվ հիվանդանոցում ինձ ասեցին, որ պետքա պարկեմ մնամ ստացիոնար հիվանդանոցում մի քանի օր, սակայն ես հրաժարվեցի, որովհետեւ իմ համար ավելի լավ է տանը։ Ես իրանց տեսել եմ նաև ամսի 4-ին, հունվարի 4-ին, նույնպես երեկոյան իմ այդ մուտքի մոտ, պատիեստի մուտքի մոտ, իրանք ամսի 4-ին եմ տեսել եւ ամսի 1-ին եմ նույնպես տեսել։ Իրանք այդպես կանգնած պարզապես ես նկատեցի, որովհետեւ իրանք ես մտել եմ պատիեստ եւ նրանք հեռացել են այդ ամսի 4-ին մեկին։ Բայց երբ որ ես երեք տեսա այդ նույն մարդկանց, ես հասկացա, որ դա պատահականություն չի արդեն։ Միջին կազմվածք իրանք ունեին եւ սև հագած, չգիտեմ, սև մազերով, բայց ոչ մի նշան այդպիսի տարբերող, որ կարող եմ նշել։ Ասացիք, որ հարվածների ժամանակ ասում էին այլևս հեռու մնա եւ այլն, այսինքն իրենց հետ դուք ինչ որ շփում եք ունեցել, ձեր զգուշացրել են։ Ոչ, անցած անգամ ամռանը, երբ որ ինձ նորից ծեծի էին ենթարկել, նույն բանն էին ասել, ինձ նախորդ անգամ երբ որ ծեծեցին, նույն բանն էին ասում, ասեցին, «Էլ չերևաս թե չէ վատա լինելու»։ Այս անգամ նույն ձեռագիրը ինձ ասեցին, քեզ ասել ենք էլ չերևաս, եւ նաեւ ուզում եմ ասել, որ սպառնալիքները հնչել են իմ բարեկամների
իմ բարեկամների նկատմամբ դրանից մի քանի օր առաջ զգուշացրել են, որ խնդրում եմ թող այդ ձեր բարեկամը այլևս չպայքարի, այլևս չգնա Ազատության հրապարակ, որովհետև վատ է լինելու, եթե շարունակեց գնալ։ Նաև դա եմ ես ուզում կապել իրար հետ եւ կարծում եմ, որ ես եկել եմ Ռուսաստանից Հայաստան, որպեսզի դեկտեմբերի 1-ին լինեմ Հայաստանում սահմանադրության դեմ պայքարի, որովհետև ես պայքարում էի, ես ոչի կողմնակից էի, նաև ամբողջ դեկտեմբեր ամիսը ես շատ ակտիվ գործունեություն եմ ծավալել, եւ միշտ գտնվել եմ Ազատության հրապարակում, նաև այս վերջի դեպքերը կապված Գևորգ Սաֆարյանի հետ, երբ որ նոր տարվա գիշերը Ազատության հրապարակում իրեն հարվածել են, ոստիկանը իրեն հարվածել, բայց ձերբակալեցին Գևորգ Սաֆարյանին, անօրինական, եւ հիմա նա գտնվում է բանտում, նաև ամսի 3-ի բողոքի ակցիայի ժամանակ, երբ որ մենք գնացել ենք դատարանի առջև, ինձ թվում է այդ ամենը կապված է իրար հետ, որովհետև սա պարզապես նորից վախեցնելու մի դրսևորում է իրանց կողմից, որպեսզի մարդիկ վախենան եւ այլևս չպայքարեն, բայց ես ուզում եմ ասել, որ միթե չեն հասկանում նրանք, որ ծեծելով ոչ մի բան չի փոխվի, մտքերը, գաղափարները ոչինչ չի փոխվում, իրենք կարող են ամեն օր ծեծել մեզ, բայց դա ոչինչ չի փոխի, եւ ես ուզում եմ, որ ամենակարևորը հիմա լսեն մարդիկ, որ ես հետ չեմ կանգնելու իմ մտածված քայլերից, ես գնալու եմ մինչև վերջ, եւ այս երկրորդ դեպքն է ինձ ծեծի ենթարկելու, դա ոչինչ չի փոխելու, ես անելու եմ այն, ինչ մտածել եմ։ Ոչ, նախորդ դեպքը բացահայտվել էր ծեծի։ Ոչ, նախորդ դեպքը չէր բացահայտվել, ես ճիշտ ասած չէի դիմել ոստիկանություն նախորդ անգամ, բայց ինձ ասեցին, որ այս անգամ կբացահայտեն դեպքը, բայց ես չեմ կարծում, որ դա կբացահայտվի, նաև անցած անգամ մենք մամուլում հայտարարություն էինք տարածել, ինձ թվում է դա նաև հիմք է հանդիսանում, որ ոստիկանությունը ինչ-որ արձագանքեր, բայց ոստիկանությունը անցած անգամ էլ չի արձագանքել այդ դեպքի վերաբերյալ։